Լինել Աստված, մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես շնորհալու վարդապետության։ Այսպես էր վերնագրված Տեր Մեսրոպ Աբեղապարսամյանի մասնավոր վարդապետական աստիճանի թեզը, որի բանավոր պաշտպանությունը հանձնաժողովն արտոնել էր նախնական քննությունից հետո։ Պաշտպանությունը տեղի ունեցավ մարտի 24-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Հանձնաժողովը նախագահում էր Մայրաթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, անդամներն էին Երևանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ու Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Ընդդիմախոսն էր արվեստագիտության դոկտոր Հակոբ Քյոսեյանը։ Քրիստոնեությունը մարդու աստվածացման ճանապարհն է Քրիստոսի օրինակով։ Այսպես սկսեց Հայր Մեսրոպն իր ելույթը ներկայացնելով աշխատանքի նպատակը, խնդիրներն ու եզրահանգումները։ Քանի որ սա Սուրբ Ներսես շնորհալու հայրապետի ժառանգության ուսումնասիրությունն է, ով իր ողջ կյանքը գրել է պարզ ժողովրդի համար, սա նաև ուղղված է պարզ հավատացյալին, որովհետև շնորհալու բանաստեղծությունները, հոգևոր երգերը, շարականները, որոնք որ մեջբերված են մեր աշխատության մեջ, պարզապես խոսում են հավատացյալի հոգուն եւ այս առումով եւս մենք փորձել ենք խոսելի դարձնել այսօրվա մարդուն, 21-րդ դարում ապրող մարդուն Սուրբ Ներսես շնորհալու պատգամը։ Հայր Սուրբն անդրադարձել է աստվածացման քրիստոնեական ավանդույթին ընդհանրապես, այնուհետև կենտրոնացել եռաստիճան ճանապարհի վրա, շնորհալու վարդապետությամբ, ըստ որի առաջին աստիճանը գավիթն է, մաքրությունը մեղքերից, երկրորդը տաճարը, լուսավորությունը, իսկ երրորդ աստիճանը արդեն խորանն է, կատարելությունը կամ աստվածացումը։ Անշուշտ այս երկրի վրա մարդ ամբողջությամբ չի հասնում կատարելության, այլ նախաճաշակն է ունենում Աստծո հետ միության մեջ ապրելու, սակայն հանդերձյալ կյանքում աշխարհի վաղճանի եւ Քրիստոսի երկրորդ գալստյանը եկեղեցին իր ամբողջությամբ այն մարդիկ, ովքեր անցել են այդ ճանապարհով կամ գոնե ձգտել են անցնել այդ ճանապարհով, պիտի զգան Աստծո հետ միության քաղցրությունը իր ամբողջության կատարելության մեջ։ Այս թեզը շնորհալու ժառանգության մի նոր վերարժևորում կարող է լինել, ասաց ընդդիմախոս Հակոբ Քյոսեյանը, նշելով, որ հասկանալի պատճառներով խորհրդային շրջանում նվիրյալ հոգևորականին ներկայացրել են որպես տաղերգու, գրիչ, նկարիչ, մանկավարժ, բայց ոչ հայրապետ ու աստվածաբան։ Առաջին փորձն էր եւ հաջողված փորձը հայագիտության մեջ խորհրդական աստվածաբանության ուսումնասիրման, հետազոտման հեռանկարների առումով առաջին հաջողված փորձն էր եւ պետք է հաստատել, որ հեղինակը օտարալեզու աղբյուրների հիման վրա առաջին անգամ ներկայացրել էր երևույթը եւ այն համակողմանիորեն վերլուծել էր, լուսաբանել գիտական պատշաճ մակարդակով։ Առաջիկայում վեհափառ հայրապետի օրհնությամբ Հայր Մեսրոպ Նոշականի Սուրբ Մաշտոց եկեղեցում կստանա նաև վարդապետական գավազան։ Հիշեցնենք, որ նա Մայրաթոռի փոխդիվանապետն էր, իսկ վերջերս հայրապետական տնօրինությամբ ծառայության է նշանակվել Շվեյցարիայում որպես առաջնորդական տեղապահ։